Ողջույն սիրելիներս, ողջունում եմ ձեզի Մալիքում, հուսով եմ լավ եք սիրելիներս, ես նույնպես լավ եմ, եկել էի Բարսելոն, քանի որ այստեղ գործեր ունեի ու այստեղ մոտ է գտնվում Corte Inglés-ը, որոշեցի մտնեմ, դուք էլ ինձ հետ միասին։ Տեսեք թութակները, այստեղ շատ կան պալմայի ծառերին, հիմնականում այս թութակներից է լինում ծառերի վրա։ Սիրուն են, ես երևի ուրիշ տեսակ է, ուրիշ սորտ է, չգիտեմ թե այս թութակների, հայ թրան։ Ու մեկ էլ ինչն է ինձ զարմացնում, տեսեք, ամբողջը բնակելի շենքեր էր, քաղաքի մեջ է, այն բարձրահարկ շենքը Corte Inglés-ի շենքն է, ու այս կողմում բնակելի շենքերի մեջ գերեզմանոցը։ Մի փոքր ճիշտն ասած զարմացնող է, որ քաղաքի մեջ շենքերի դիմաց գերեզմանոց է, բայց այստեղ դա նորմալ է, որովհետև բոլոր տեղը այդպես է, քաղաքի կենտրոնում էլ է այդպես։ Սկզբից մի փոքր արտասովոր էր, բայց հիմա արդեն սովորական է դարձել։ Հիմա շարժվենք դեպի Corte Inglés։ Մեր մոտ եղանակը հրաշալի է, տաք գարնանային։ Ճիշտ է, դեռ ամառային եղանակ չի, բայց լավ տաք գարնանային եղանակ է։ Corte Inglés հիմնականում գնում եմ տնտեսական բաժինն եմ ուզում, բայց երևի մի հատ ընդհանուր կշրջեմ, տեսնեմ ինչ կա չկա, շուտվանից չեմ գնացել, տեսնեմ ինչ կա չկա, նոր կանցնեմ տնտեսական բաժինը։ Եղել Բարսայի ֆանատներից են ապրում, չնայած բարսելոնցիները բոլորը Բարսայի ֆանատ են, բայց սա յուրահատուկ, որտև դրոշը դեռ կախած մնում է Բարսայի հաղթանակից հետո։ Սա էլ Corte Inglés-ը։ Իմ ամենասիրելի բաժիններից մեկը պայուսակների բաժինը։ Ես մեծ սիրահար եմ պայուսակների։ Այստեղ արդեն ամառային ոճի պայուսակներ են ստացել ծաղրդից։ Այստեղ արդեն ամեն ինչը հիշացնում է ամռանը, ծովին։ Սեզոնը բացված է, արդեն նշանակում այս շլավն է։ €36 արժե, բայց շատ սիրուն է։ Սիրուն, ասի ավելի սիրուն այս թորմա։ Սա էլ է սիրուն, սա արժեր €40։ Բազմազան տեսականի կա գլխարկների, այստեղ կախած է։ Այստեղ էլ այսպիսի ծովափնյա շորեր են, ծովափին հագնելու համար։ Այստեղ դրամապանակների բազմազան տեսականի։
իմ ամենասիրելի բաժիններից մեկը։ Ստում է յուրաքանչյուր կին շատ է սիրում այս բաժինը։ Ստում սրբիչներից նորություն կա, այս սրանցից ունեմ, չեմ ուզում։ Գնացած թե նորություն չկա։ Այս կողմն էլ նայեմ։ Ասել է սիրում, շատ սիրում գույնը։ Չգիտեմ կամերան փոխանցում է գույնը թե չէ, բայց բնականից շատ սիրում գույնը։ Արժեքը 10 եվրո, 9.95։ Սիրում եմ այստեղից սրբիչ առնել, թավաներ առնել, կաթսաներ առնել։ Որոշեցի գնամ սրբիչը ամանների հատկապես շատ չի լինում, հավատացեք։ Այստեղ էլ երեսի սրբիչներն են, վերջում Zara Home-ից էի գնել, շատ լավն էր որակը, երևի թե Zara Home-ից էլ գնեմ, բայց այստեղ է կա սիրունը։ Այստեղ էլ տեսականի շատ կա ու սիրուն բաներ կա։ Այս ինչ լավն էր մատերիալը։ 100% բամբակ է։ Շատ լավն էր մատերիալը։ Շատ լավ որակի է իրենցը։ Սա է ծածկոցներն է։ Մեծ ընտրության առաջ եմ կանգնած սիրելիներս, չգիտեմ որը ընտրեմ, մի քանի հատ շատ սիրուն կա, բայց չեմ ուզում մի քանի հատ, մեկը պետք է ընտրեմ։ Ես ընտրեմ, հետո տանը ցույց կտամ ձեզ, թե ինչ եմ ընտրել։ Աստված իմ այս բաժինը մտնելը չեմ ուզում դուրս գամ։ Ու որ տեսնում ես, արդեն հիշում ես, որ ամեն ինչ պետք է քեզ։ Սա է պայեյա պատրաստելու համար ամանները, չնայած ենք հլավել են այստեղ պատրաստում սովորական։ Ես իմ գնումները կատարեցի, տանը ձեզ ցույց կտամ, թե ինչ գնեցի։ Ժողովուրդ ջան, Կորտինգլեսից դուրս եկամ, այնքան շոկ ա մեր մոտ, առավոտյան չէի զգում շոկությունը, բայց հիմա շատ շոկ ա, երևի 20-22 աստիճան արդեն կլինի, էլ կարճա թև արդեն պետք է, երկար թև էլ չես կարում հագնես, ամառը եկել է։ Հիմա այսպես ուղիղ գնում եմ դեպի մետրո։ Տեսնեմ այսօր տոմս կարող եմ առնել, երեկ ուզում էի առնեի, իմ ամսական տոմսը վերջացել էր, օրը լռացել էր, չկարողացա առնեի, լույսը ճիշտ է եկել էր, բայց ավտոմատները չէր աշխատում, երևի ծրագրային խնդիր կար։ Արդեն վերադարձել, ճիշտն ասած սկզբից, որը մտա Կորտինգլես, ոչ մի նպատակ չկար, ինչ-որ մի բան գնելու, ուղղակի մոտակայքում էի, ցանկացա մտնել, տեսնել ինչ կա, չկա,
Բայց քանի որ այդ բաժինը մանավանդ որ արդեն բարձրանում ես, էլ չի ստացվում, մտնում ես, էլ չի ստացվում, որ ինչ-որ մի բան չգնես։ Հաստատ մի բան պակաս է լինում, ափսոս ես շատ տեղ չունեմ, թե չէ շատ բան կգնեի, կամ երևի լավ է, որ շատ տեղ չունեմ։ Հիմա ցույց տամ, թե ինչ գնում եմ կատարել Կորտինգլեսից, փոքրիկ գնումներ եմ կատարել։ Սա Կորտինգլեսից չեմ գնել, ճանապարհից եմ գնել։ Գնեցի թեյի սրբիչները, ճիշտն ասած գույնը շատ դուրս եկավ, գույնի համար եմ գնել։ Կորտինգլեսում շատ դուրս եկավ, որոշեցի, որ ինձ հետ գալու է մեր տուն։ Սա գնեցի, ճիշտ է, շատ ունեմ, բայց երբեք ավել չի լինում մանավանդ թեյի սրբիչը։ Սա գնեցի, ճիշտն ասած, և մեծն էին միայն առանձին վաճառում, և սա իրար հետ էր, այսպես։ Գնային առումով քիչ էր տարբերությունը, որոշեցի, որ պուջուրիկն էլ գնեմ, փոքրիկն էլ գնեմ։ Դուրս եկավ շատ, ինձ հարկավոր էր, այս մեծից էր հարկավոր, փոքրն էլ միասին գնեցի, ստվում է հաճելի ավելի երանգներ ունի, ավելի մեղմ։ Գունավորը չէի ցանկանում, շկար գունավորներ, չգիտեմ, սա դուրս եկավ։ Սա եմ գնել և գնել եմ այսպիսի ձևաման, անկեղծ ասած այս տիպին չունեի ձևամաններից, մեկ պետք է գալիս ու չունեի, որոշեցի, քանի որ տեսել եմ, ինքն էլ ոնց որ լավն է, վատը չի որակը, որոշեցի գնեմ մի անգամից, որովհետև մի հատ լավ խոսք կա, ասացված կա, թե առած կա, չգիտեմ, ասում են առածն է մնում, հիմա սա այս պահներ, դրա համար որոշեցի, որ գնեմ։ Այսքանն էին իմ գնումները, շատ քիչ գնումներ էի կատարել, տեսեք սրբիչի հետ իշքան գեղեցիկ սազում եմ։ Մի խոսքով այսքանն էին սիրելիներս իմ գնումները, չգիտեմ դուք հավանեցիք թե չէ, ես գոհ եմ իմ գնումներից։ Սիրելիներս, կրկին ողջունում եմ ձեզ, երեկ ոչ մի կերպ էլ հնարավորություն չեղավ նկարելու, ժամանակ չեղավ, այսօր հաջորդ օրն եմ նկարում և մի անգամից ուզում եմ կիսվել շատ համեղ աղցանի բաղադրատոմսով։ Այստեղ արդեն պատրաստել եմ բաղադրիչները, քիչ բաղադրիչներ են մեզ անհրաժեշտ լինելու, բայց այդքան քիչ բաղադրիչով ստացվում է շատ համեղ աղցան։ Անհրաժեշտ է լինելու բրոկոլի, որը նախապես լավ լվացել եմ և եփել եմ մի փոքր աղաջրում եմ եփել, անհրաժեշտ է լինելու մարինադացված վարունգ, հավի կրծքամիս, որը նույնպես նախապես եփել եմ արդեն, եգիպտացորեն պահածոյացված, անհրաժեշտ է լինելու թթվասեր կամ մայոնեզ, ես աղցանը ավելի թեթև լինելու համար օգտագործում եմ հունական յոգուրտ։ Հունական յոգուրտով է շատ համեղ լինում, բայց թթվասեր և մայոնեզով է, խառնուրդով է։ Ես միշտ աղցանների մեջ գերադասում եմ խառնուրդն օգտագործել, որովհետև երկուսի համադրությունը շատ ըստ ինձ իհարկե, համադրությունը շատ համեղ է ստացվում։ Բայց ես այս անգամ օգտագործում եմ, ինչպես ասեցի, հունական յոգուրտ, համեմունքներից էլ օգտագործելու եմ սև պղպեղ և իհարկե աղ եմ օգտագործելու և սև պղպեղ։ Այսքանը սկսեցինք սիրելիներս։ Հիմա հավի կրծքամիսը կտրատում եմ խորանարդների։ Այստեղ կտրատված հավի կրծքամիսը ավելացնում եմ աղցանամանի մեջ։ Սիրելիներս, հավի կրծքամիսը կտրատելուց հետո հիմա կտրատում եմ բրոկոլին։ Շատ փոքր կտորների չեմ կտրատելու, միջին։ Այստեղ, այսպես կտրատում եմ մեջտեղից և բավական է։
Այնպես են կտրատում, որ հարմար լինի ուտելու համար։ Կտրատված բրոկոլին ևս ավելացնում ենք աղցանամանի մեջ։ Աղցանի վրա ավելացնում ենք նաև պահածոյացված եգիպտացորենը և կտրատում ու աղցանի մեջ ենք ավելացնում նաև մարինադացված վարունգը։ Այս աղցանի մեջ յուրահատուկ համ է տալիս վարունգը։ Եթե կունենաք, կարող եք, ես այս պահին չունեմ ճիշտ ասած, կարող եք նաև սև զեյթուն ավելացնել աղցանի մեջ, շատ համեղ է ստացվում։ Սա ևս ավելացնում եմ աղցանի մեջ։ Վարունգը ինչքան առատ լինի, այնքան համեղ է ստացվում։ Աղցանը համեմում եմ սև պղպեղով և աղով։ Ավելացնում եմ նաև մոտ հունական յոգուրտը, ինչպես ասեցի, կարող եք ավելացնել մայոնեզ կամ թթվասեր, կամ երկուսի խառնուրդը։ Ավելացնում եմ և լավ խառնում եմ աղցանը։ Ահա սիրելիներս, պատրաստ է մեր շատ համեղ աղցանը, կարող եք փորձել և պատրաստել, շատ համեղ է ստացվում։ Սիրելիներս, այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, հուսով եմ հավանեցիք, աղցանը նույնպես, եթե հավանեցիք, կարող եք լայքել տեսանյութը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս սիրելիներս, ասելով մնացեք բարյավ և խաղաղ, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։